Հայաստանում աննախադեպ իրավիճակ է, խախտվում են սահմանադրական կարգը, միջազգային իրավական նորմերը, դավանանքի ու մտքի, խոսքի ու համոզմունքի ազատությունը։ Խախտվում են մեկ կենտրոնից, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, խախտվում են մեկ հաստատության հայ եկեղեցու դեմ սկսված հալածանքով։ Պատժի գործիքները բազմազան են, ատելության խոսք, քրեական շինծ ու վարույթներ, ներքին պառակտում, պետականացված բռնություն։ Պատժի նպատակը լռեցնել հայ եկեղեցու, այսինքն հայ ժողովրդի ձայնը։ Հայ եկեղեցին հայ ժողովրդի միակ հաստատությունն է, որն անկախ քաղաքական փոփոխություններից ինքնուրույն է եղել բոլոր կրոնական կենտրոններից, ինքնուրույն է գործել բոլոր պետական միավորումներում, ինքնուրույն է պահպանել ազգային մտածողությունն ու արժեքները։ Այդպես եղել է պատմականորեն, այդպես է և հիմա։ Ինչ կպարզվի վաղը, երբ իրավունքի ատյաններում խոսելը հնարավոր դառնա, երբ ժողովրդավարությունը իսկապես գործի և հարգվի հայ ժողովրդի, հայ եկեղեցու ինքնապաշտպանության իրավունքը։ Սահմանադրական կարգի ու միջազգային իրավունքի խախտման բոլոր փաստերը օրացուցային ճշգրտությամբ։